Արմավիրի մարզի Առատաշեն բնակավայրում տեխնոլոգիական կրթության նոր հնարավորություն է ստեղծվել։ Այստեղ պաշտոնապես բացվել է Արաքս համայնքի արդեն 8-րդ Արմաթ ինժեներական լաբորատորիան։ Նորաբաց լաբորատորիայում դպրոցականները հնարավորություն կունենան ուսումնասիրելու ծրագրավորում, ռոբոտաշինություն և ինժեներական հիմունքներ, ձեռք բերելով ժամանակակից մասնագիտական հմտություններ։ Առատաշենցիների համար սա մեծ երազանք էր։ Մեր համար շատ կարևոր էր Արմաթ լաբորատորիան, որովհետև շատ երեխաների երազանք էր դա։ Եվ շատ ենք ուրախացել, որ մեր գյուղում էլ արդեն կա։ Արմաթի հաճախում եմ ծրագրավորում սովորելու համար, որ առաջիկա տարիներին կարողանամ գումար աշխատել, որտեղ 21-րդ դարում արդեն մարդկության կեսի շատը գումար է աշխատում համակարգչով։ Ավելի շատ պետք է գալու ապագային։ Ինձ համար փոքր ժամանակվանից եղել է ցանկություն այս ոլորտով զբաղվելը։ Ճիշտ է, իմ համար սա չի դառնա հստակ մասնագիտություն, բայց սա ցանկություն էր, որ ես հաճախեի Արմաթ եւ ավելի զարգացնեի իմ գիտելիքները։ Համայնքի բնակիչներից Անուշ Հակոբյանը լինելով տեխնոլոգիական սերնդի ներկայացուցիչ իր մեծ ներդրումն է ունեցել աշխատանոցի ստեղծման գործում, այժմ էլ որպես խմբավար է ներգրավված ծրագրում։ Զբաղվել եմ ընդհանուր կազմակերպչական հարցերով, դիմել ենք համայնքապետարան, Արաքս համայնքի ղեկավար պարոն Ղազարյանին ենք դիմել, որպեսզի ունենանք հնարավորություն Արմաթ լաբ բացելու։ Դասերը մեկնարկել ենք, արդեն մեր առաջին դասը իրականացվել է, անցած շաբաթ ենք մեր դասերն իրականացրել, մոտավորապես 60 աշակերտ այս պահին հաճախում է Արմաթ լաբորատորիա։ Լաբորատորիայի համար նախատեսված սենյակի վերանորոգումն իրականացրել է Առատաշենի զարգացման բարեգործական հիմնադրամը, ստեղծելով հարմարավետ ու ժամանակակից ուսումնական միջավայր։ Ծրագրի իրականացման գլխավոր աջակիցը Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը մեծ հպարտությամբ է մասնակցում Արմաթի բացմանը։ Համայնքն ամբողջությամբ հովանավորել է 4 լաբորատորիաներ, յուրաքանչյուրի համար ներդնելով 6 միլիոն 300 հազար դրամ։ Մյուսներն էլ համայնքի համաֆինանսավորմամբ են ստեղծվել։ Միանշանակ կրթությունը իմ համար առաջի տեղն է։ Երեխաների զարգացումը իմ համար առավելագույնն է։ Անկեղծ ասած, այնքան շատ բան ենք արել ու անում ենք, որ հնարավոր չի հիշել անգամ, էլի։ Հիմա չեմ կարող ասեմ, չեմ հիշի քանի հատ մոտ 7-8 ինչա կոչվում է, էլեկտրոնային գրատախտակներ ենք նվիրաբերել, որ դպրոցին ինչ պետքա դիմումա տալիս են, որ դպրոցին ինչ պետքա։ Արմաթ աշխատանոցի բացման արարողությանը ներկա էին նաև մարզային և ոլորտային պատասխանատուներ, Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը, փոխմարզպետը։ Սա շատ ողջունելի է, մեր մարզում 32 Արմաթ լաբորատորիա է բացվել, 32-ից 7-ը պարոն Ղազարյանի խոշորացված համայնքում Արաքսում է, այդ շատ ողջունելի է։ 21-րդ դարի համար սա շատ կարևոր հմտություն է, ծրագրավորում, 5D մոդելավորում և այլ մեծ հնարավորություններ է տալիս։ Աշակերտները իրականում պետք է հետագա իրենց մասնագիտության համարել է սա խիստ անհրաժեշտ, քանի որ գիտենք մենք տեղեկատվական տեխնոլոգիաները ինչ դեր են խաղում մեր կյանքում և սա ևս մեկ հնարավորություն է իրենց ապագա մասնագիտություն ընտրելու համար։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կրթական ծրագրերի պատասխանատու Սեդրակ Վարդանյանը կարևորում է հատկապես գյուղական համայնքներում Արմաթ լաբորատորիաների ստեղծումը, նշելով, որ դրանք երեխաներին հնարավորություն են տալիս ժամանակակից տեխնոլոգիական կրթություն ստանալ առանց համայնքը լքելու։ Սկզբից գյուղական վայրերում ենք ներդրել, հաշվենք արել նաև սահմանամերձ գյուղերը, առաջին այսինքն Տաուշի մարզի, Սյունիքի մարզի, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում դրել ենք հիմնականում եւ հետո նոր ոնց որ ասած զուգահեռ քաղաքներում ու եկել էր մի բան այնպես էր ստացվել, որ Երևան քաղաքում այնքան պահանջարկ կար ու ընդամենը մի 4-5 հատ լաբորատորիա ունենք Երևանում այդ ժամանակ ու չենք կարողանում, ասիկան նույնիսկ 3 հոգուց մեկին բավարարեինք, էլի։ Ու հետո նոր ոնց որ քիչ-քիչ այդ բալանսը նոր եկավ կանգնեց, ասիկան հավասարակշիռ վիճակում, էլի, այնպես որ մեր մոտ, ասենց ասեմ, 80%-ը աշխատանոցների գյուղական վայրերում։
Արատաշենում բացված նոր արմատ լաբորատորիան համայնքի դպրոցականների համար դառնալու է ոչ միայն կրթական կենտրոն, այլև նոր գաղափարների ու հնարավորությունների հարթակ։ Համայնքի ղեկավարն էլ ներկաներին խոստացավ, հաջորդը Ակնաշենում կբացվի։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։